Հաղորդման գործընկերն է Տունդեպո կահույքի սրահը։ Բարև երկիր, բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, բարև սիրելի գործընկեր։ Հիմա կմտածեք, ամեն անգամ ողջույնի առաջին խոսքը Հայկն է ասում, բայց այսօր պետք է խնայեմ իմ գործընկերոջը, նա փոքր-ինչ վատառողջ չէ, նախ առողջություն ես եմ մաղթում ամբողջ ափատ Հայկին, դուք էլ մաղթեք սիրելի հեռուստադիտողներ։ Ինչպես Հայկն է սիրում ասել, այո, շուտ արթնացողը շահում է։ Այսօր էլ շահեց Հայկը, մի կերպ արթնացավ, որովհետև ձեզ հետ հանդիպումը բաց թողել պարզապես չէր կարող։ Մեկ-երկու բառով ողջունիր, հետո կարող ես լռել։ Բարի լույս սիրելիներ, այո, այսօր ապրիլի 5-ն է, կայանում է մեր հերթական շատ սպասված ու հաճելի հանդիպումը, ընկերներ, այո, չկարողացա ես էլ խուսափեմ այս վիրուսային թեժ ժամանակահատվածից, շատ կարևոր խորհուրդ բոլորիդ ընկերներ, ովքեր հատկապես ունեն սեփական օգտագործման ավտոմեքենա, տարբեր հաստության շապիկներ, վերնաշապիկներ ունեցեք ձեր մեքենայում, որպեսզի ձեզ նույնպես չվարակի այս թեժ վիրուսը, որովհետև ամեն դեպքում դժվար է այն հաղթահարել։ Կարծում եմ կին վարորդներին հատուկ է, չէ՞, կեստապահարան է շարժվող ավտոմեքենան դառնում։ Այո, այսօր ապրիլի 5-ն է, օրը շաբաթ, գարունը կարծես լիարժեք իրավունքների մեջ է, իր արևը շողում է, քամիները կամած արդեն դադարում են, ինչը նշանակում է, որ զբոսնելու, լավ ժամանակ անցկացնելու եւ ջերմ տրամադրություն ունենալու իսկական ժամանակն է։ Շնորհակալություն մեր գործընկերոջը, իհարկե Տունդեպո խանութ սրահին մեր կողքին լինելու համար եւ այն հասցեները հիշեցնեմ, որոնցով կարող եք հետևել մեր թողարկումներին, դրանք են Երկիր մեդիայի YouTube-յան ալիքը եւ Երկիր մեդիայի ու Բարև երկրի Facebook-յան էջերը։ Սկզբի համար այսքանը, շնորհավորենք բոլոր հոբելարներին։ Բոլոր այսօր ասացի։ Այո, եղեք շատ առողջ, երջանիկ, թող ձեր բոլոր երազանքներն իրականանան, մենք արդեն սկսենք մեր աշխատանքը։ Ես սկսեմ Հայկ։ Սկսենք եւ ձեզ ներկայացնենք սիրելիներ օրվա կարեւորությունները, մենք միշտ էլ իհարկե կարեւորություն առաջնահերթությամբ տալիս ենք այն հոգեվոր խորհրդին, որ ունի տվյալ օրը, իսկ այսօր շաբաթ է չմոռանանք եւ օրը ունի հոգեվոր նշանակություն, ինչի մասին սիրով հենց այս պահին կներկայացնենք ըստ հայաստանյաց Սառաքելական եկեղեցու տոնացույցի մեծ պահքի 6-րդ կիրակիի նախորդ շաբաթ օրը այս տարի այսօր նշվում է հայ եկեղեցու առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգոր Լուսավորչին նվիրված 3 հիշատակության օրերից առաջինը։ Սուրբ Գրիգոր Լուսավորչի մուտքը վիրապ։ Այսօրը բաց պատարագի մատուցմամբ հայ եկեղեցին հիշատակում է հայրապետի վիրապ մտնելու եւ 13 տարի շարունակ սոսկալի չարչարանքներ կրելու պայմաններում աղոթքներով եւ առ Աստված ունեցած մեծ հավատքով հարատևելու օրը։ Սուրբ Գրիգոր Լուսավորչի հիշատակը իբրև համաքրիստոնեական սրբի տոնում են նաեւ քրիստոնյա մյուս եկեղեցիները։ Ապրես։ Եվ հոգևոր տրամադրությամբ շարունակենք մի նորություն ներկայացնենք ձեզ, սիրելի հեռուստադիտողներ, Հռոմի Ֆրանցիսկոս Պապի որոշմամբ 3 երանելիներ, այդ թվում հայոց ցեղասպանության ժամանակ նահատակված հայ կաթոլիկ arczepiskopos երանելի Իգնատիոս Շուքրալա Մալոյանը կսրբադասվեն։ Հայոց ցեղասպանության ժամանակ նա 13 քահանաների եւ 600 հավատացյալների հետ ձերբակալվել եւ բերվել է դատարան։ Երբ նրան ասել են, որ իսլամ ընդունելով կյանքը կարող է խնայել, նա հայտարարել է, որ հավատքն ուրանալ երբեք չի կարող եւ սպանվել է 1915 թվականի հունիսի 11-ին։ Նա հիշեցնենք երանելի է հռչակվել Սուրբ Հովհաննես Պողոս II Պապի կողմից 2001 թվականին։ Շնորհակալություն, մենք շարժվենք առաջ, սիրելիներ, կան մարդիկ, ովքեր իրենց ճաշացանկում, հատկապես ճաշի ժամանակ, իրենց համար պարտադիր պայման է, որպեսզի առաջին տաք ուտեստը լինի նախ ապուր, այնուհետև որևէ աղցանք կամ եւս մեկ ինչ-որ մսով հատկապես երբ վատառողջ են։ Դու ապուրներ կերել ես այս շաբաթ։ Նախ սիրում եմ ապուրներ շատ, բայց օգտագործում եմ հազվադեպ, որովհետև այդ ինչի մասին է խոսքը, որպես այդպեսին իմ կերակրացանկի մեջ չկա ապուրը որպես պարտադիր ճաշատեսակ, բայց ամեն դեպքում ինչ ենք խոսում ապուրից, որովհետև ապրիլի 5-ին նշվում է ապուրի
միջազգային օրը։ Ապուր բառը, որն առաջացել է լատիներեն սուպպա բառից, նշանակում է արգանակի մեջ թաթախված հաց։ Ապուրներ սկսել են պատրաստել հազարամյակներ առաջ, ձեռքի տակ եղած մսով եւ տարատեսակ կանաչեղենով։ Թեև մեր օրերում ապուրները իրենց բաղադրիչներով, համով եւ հոտով շատ բազմազան են, բայց դրանց հիմքում գրեթե միշտ ընկած է տվյալ ազգի ավանդույթները, կենցաղը, խոհանոցի առանձնահատկությունները։ Հայկական խոհանոցում նույնպես ապուրները դարերի պատմություն ունեն, որոնց բաղադրատոմսերը սերնդեսերունդ փոխանցվելով ոչ միայն ազգային համերն են փոխանցում, այլ նաև պատմում հայկական տարբեր բնակավայրերի սովորույթները, նախասիրություններն ու կենսակերպը։ Մեր խոհանոցում ապուրները հիմնականում պատրաստվում են մսով, կատնամթերքով, բանջարեղենով, հատիկեղենով եւ խոտաբույսերով եւ ունեն անմահական համ եւ բույր։ Մենք էլ ունենք ապուրներ, որոնք յուրախություն պետք է ասենք, որ այն ապուրները, որոնք մեր հայկականն են եւ որևէ պատմություն ունեն եւ որևէ նաեւ սյուժետային առումով հետաքրքիր պատմություն, դրանք մի պահ մոռացվել են, բայց հիմա շատ մասնագետների շնորհիվ դրանք այսօր հասանելի են բոլորին եւ շատ ողջունելի է, երբ հանդիպում ենք բլոգերների երիտասարդ, որոնք տատիկների, մայրիկների բաղադրատոմսերով, հատկապես այդ գյուղական միջավայրում պատրաստում են հայկական խոհանոցի ապուրներ, տարբեր կերակրատեսակներ, ինչը շատ ողջունելի է իհարկե։ Շատ, դեռ այս թեմայի մեջ ենք մնում ընկերներ, որոշ սննդաբաններ եւ հոգեբաններ կարծում են, որ էական կապ կա մարդկանց նախընտրելի սննդի եւ նրանց բնավորության միջեւ։ Ասա ինչը սուտում ասեմ ով է, սա կեսկատակ կես լուրջ, հասարակության մեջ էլ կան կարծրատիպերս, որոնց սննդամթերքը նույնպես սեռերի է բաժանվում։ Օրինակ միսը տղամարդկային է, միրգն ու բանջարեղենը կանացի։ Ֆիզիոլոգիայի տեսանկյունից կինն էլ տղամարդն էլ բոլոր մթերքների պահանջը ունեն, պարզապես չգիտես, որ չգրված օրենքով տղամարդը առնական է, եթե միայն միս է ուտում, կինը կանացի, եթե հազարի թերթիկ կամ միրգ է ուտում։ Այ հետաքրքիր է, դու աստվածի վերաբերյալ ինչ կարծիք ունես։ Երևի նույն կարծիքը ես կհայտեմ ձեան, որովհետև դե ի վերջո երբ նայում ես մսին, հաստատ ինչ որ առնականություն է գալիս եւ միս ինքն էլ սիրում է տղամարդու ձեռք հատկապես պատրաստելիս։ Իսկ միրգը, բանջարեղենը շատ ավելի նուրբ են, շատ ավելի էսթետիկ են որպես այդպեսին, թե իրենց մատուցման ձևով, թե իրենց կերակրվելով նաև, բայց ամեն դեպքում այո, համապատասխան։ Բայց շատ ճիշտ ասացիր, մատուցելու եւ ուտելու ձևից էլ է շատ բան կապված։ Միանշանակ, այդ հաստատ։ Այո։ Այսպես մի հետաքրքիր նորությունների շարք ձեզ ներկայացնենք, սիրելի հեռուստադիտողներ, ինչպես արդեն մեր երկխոսության ընթացքում հասկացաք, խոսելու ենք այսօր. Եթե նախորդ մեր հաղորդմանը խոսում էինք կանանց բնավորությունից ըստ նախընտրած ծաղկից, այսօր խոսելու ենք առհասարակ մարդկանց բնավորության մասին ըստ նախընտրած ուտեստի, անկախ նրանից կին է, թե տղամարդ։ Այսպես, միս եւ մսամթերք նախընտրող մարդիկ իրենց տեսակով առաջնորդ են, կարողանում են հստակ ձևակերպել իրենց մտքերը, ծրագրերն ու ցանկությունները եւ ամեն գնով հասնում են նպատակակետին։ Այստեղ է որ ապացուցվում է ասածը, նաեւ քո կարծիքը, որ տղամարդկային է միսը մսամթերքը։ Ես հենց դա էլ ուզում էի ասել, ուրեմն սա միանշանակ չէ, այնպես չի, սա 100%-անոց է, բայց հավանային դեպս այն մարդկանց ում ես ճանաչում եմ եւ ովքեր որ նախընտրությունը տալիս են հիմնականում մսին մսամթերքին միանշանակ թվարկած հատկանիշներով ոչ տված մարդիկ են այդ միանշանակ ու ես հենց այս բանին անակնկալ եկա նույնիսկ բացարձակ ճշմարտության վրա ամեն դեպքում շարժել այս խմբի մեջ եթե անկեղծ ոչ որովհետև սիրում եմ շատ համադրել միայն մսի հետ կապված այդքան էլ առողջ չեմ նայում այդ հատկությանը այո ախորժակ բացող ձկան սիրահարները հանգիստ ու հավասարակշռված են դժվարությամբ են ընդունում եւ իրենց կյանք թողնում նոր մարդկանց առանձնապես շփվող չեն բայց վստահելի եւ բարեխիղճ են միանշանակ էլի համաձայն եմ ես այս մտքի հետ գիտես եթե կարողան մենք ծաղիկների դեպքում հաստատ կարող ենք մի փոքր բանավիճ եւ այլն շատ հստակ է այս դեպքում խնդրում եմ դուք էլ սիրելի հեռուստադիտողներ մեր թվարկած հատկանիշներով հասկացեք արդյոք համապատասխանում է սա իրականության եւ ճանաչում եք նման մարդկանց ձեր շրջանում թե ոչ այո յուրաքանչյուրս հիմա հիշում ենք մեր շրջապատից մարդկանց եւ փորձում ենք այսպես զուգահեռներ տանել եւ հասկանալ նման են թե ոչ բուսակերները մարդիկ են ովքեր պատկանում են այս երկու խմբին հիմա գտիր բուսակեր քո ծանոթներին
Բուսակերները խաղաղասեր են, հոգատար, մարդկանց, բնության եւ կենդանիների նկատմամբ։ Սովորաբար առողջ ապրելակերպ են վարում, մեծ կամքի ուժ ունեն, բայց նաեւ կամակոր են եւ հազվադեպ են կիսում այլ մարդկանց կարծիքները։ Ես այս դասին կդասեմ իմ մայրիկին, վստահաբար կարող եմ ասել ու շատ հատկանիշներով նման են նույնիսկ։ Քաղցրակերներ, որոնց թվում եմ նաև ես ինչ որ կերպ, որովհետև ես այո պայքարում եմ ժամանակ առ ժամանակ քիչ քանակությամբ քաղցր Էսթետիկ է ուրեմն։ Այո, քաղցրակերները, որոնք իրենց կյանքը չեն պատկերացնում առանց մի կտոր շոկոլադի կամ թխվածքի, ասում են ենթագիտակցորեն քաջալերանքի, գովասանքի եւ սիրո պակասում են։ Հա որ Հերթը հասավ քեզ համաձայն։ Գիտեմ, այս մեկը մի քիչ կասկածի։ Ենթագիտակցորեն դու գուցե դա չես։ Գուցե, այո, ենթագիտակցորեն։ Որովհետև այդ սերը նրանք շատ ահա, ուրեմն այսպես, որովհետև այդ սերը նրանք ավելի շատ տալիս են, քան ստանում։ Թեև արտաքուստ ուրախ են եւ անհոգ, բայց շատ զգայուն ու նեղացկոտ են։ Չէ, որտեղից քեզ այս վերլուծությունները։ Դե, ես պեղել եմ։ Ես քո ճակատը կհամբուրեմ հաղորդումից հետո նման ճշգրիտ տեղեկությունների։ Այսօր պետք չէ։ Շարունակենք։ Կծու ուտեստների սիրահարներ, սա ես եմ։ Նրանք ոչ ստանդարտ մտածելակերպ ունեն, որով տարբերվում են մյուսներից, երբեմն էլ անհասկանալի թվում։ Կծու ուտեստներից առաջացած զգացողությունը երբեմն համեմատում են սարսափ ֆիլմերի թողած ազդեցության հետ։ Երկուսի դեպքում էլ էնդորֆին ու դոֆամին հորմոններ են արտադրվում, որոնք ստիպում են մարդկանց լավ զգալ։ Ահա Հետաքրքիր զուգադիպությամբ հենց այս բանը ես հիշեցի շատ հետաքրքիր մի դեպք, եթե ունենք ժամանակ շատ կարճ ու արագ պատմեմ։ Մենք մի անգամ ուղևորվում ենք դեպի Կապան, Իմիջայլոց, այո, որտեղից նոր եմ վերադարձել։ Ճանապարհին մեզ մի արտասահմանցի, ավելի հստակ ֆրանսիացի ճանապարհորդ, ով ոտքով քայլում էր դեպի Տաթևիվանք, մեզ կանգնեցրեց ավտոստոպ տարբերակով, երկար գանգուր մազերով մի երիտասարդ էր։ Մենք նրան հրավիրեցինք, նա եկավ մեզ հետ ճաշելու։ Հայկական խոհանոցը, օղին, մթերքները, բանջարեղեն, ձկան խաշլամա, Իմիջայլոց մի խոսքով համտեսեց իրեն հրաշալի, զգաց մեկ էլ տեսավ կծու բիբարը։ Վերցրեց ֆրանսերեն մի կերպ հասկացրեցինք, թե դա ինչ է, վերցրեց միանգամից կծու պղպեղը կերավ, ոչ չէր պատկերացնում, այսպես կերավ վերջում այս պոչի հատվածը պարզապես դրեց ափսեի մեջ, մի բան նայեց բոլորիս, այսպես մի Եվ ուշակնած եկավ նստած ենք, զգացինք, որ դեմքը ամբողջովին պատվեց քրտինքով, սկսեց հեվալ եւ այլևս այդ երիտասարդին մենք չտեսանք, որովհետեւ սկսեց վազելով ուղևորվել դեպի Տաթևիվանք։ Աղոթելու վերջին շնչի։ Բարեկամներ, թթու իհարկե չեն կարող չանդրադառնալ թթվի սիրահար մարդկանց, նրանք հաճախ են վատ տրամադրություն եւ մտքեր ունենում։ Թթու թեստերը ազատում են մարդուն բացասական էներգիայից, այդ իսկ պատճառով կյանքի ուղղությունը փոխելուն, այն ավելի լավը դարձնելուն հակված մարդիկ ենթագիտակցորեն թթվի ախորժակ են ունենում։ Ինչու կարող ես բացատրել, որովհետեւ թթուն իմ կարծիքով դա այն էներգիան է, որը գալիս է ներսից։ Թթուն եւ կծուն կարծում եմ նաեւ այն թաքնված զգացողություններն է արտնասնում։ Քեզ ստիպում է զգալ, որ դու կաս, դու արթուն ես, այսպես կսմթելու նման ինչ որ մի բան է։ Այո, ազդակներ կա, որ տալիս է ներսից։ Սա էլ այս թեմայով մենք ավարտեցինք, թե ելի ունենք կարդալու այստեղ նյութեր, ոչ ավարտեցինք բացահայտելով մարդկանց տեսակները, որոնք ըստիս շատ ճշգրիտ էին եւ իմ շրջապատում ամենայն դեպս անուն առանուն ես նրանց ճանաչում եմ։ Այո։ Շատ հետաքրքիր էր սա ինձ համար։ Մենք հիմա համալրենք մեր լավ տրամադրությունը երաժշտական ռիթմերով, սիրելիներս րոպեներանց կլինենք տաղավարում եւ կդիմավորենք մեր հյուրին, ում հետ եւ կշարունակենք մեր բարև երկիրը։ Եվ չմոռանանք, որ պետք է օգտվել ամեն ինչից։ Չափի մեջ, իհարկե ամեն ինչի չափի մեջն է գեղեցիկ եւ մսամթեր եւ բանջարեղեն եւ թթու եւ կծու։ Ի վերջո այս ամենի համադրությունները նույնպես։ Այո, ապրել եւ վայելել կյանքը, իհարկե զուգակցելով երաժշտության հետ։ Shakare, 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 pettare norerin di manam. Shakare, 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 pettare di hamanchi manam. Shakare, 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 pettare norerin di manam. Shakare, 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 pet namarrodem kamorana.
Մենք հրաշալի տրամադրությամբ շարունակում ենք Բարև երկիրը, սիրելիներ մեզ մոտ տաղավարում է մեր լավ ընկերը, բառիս իսկական իմաստով, ով եկել է մեր տաղավար, որպեսզի շատ հարցերի պատասխաններ տա, բայց պատասխանի շատ կյանքային, շատ իսկական, որովհետև նա մեզ համար համենայն դեպս եզակի ու լավագույն հոգեբաններից է աշխարհին, եթե ոչ լավագույնը։ Հանդիպել այս տարի, այո, այնքան հետաքրքիր է անկախ հարցազրույցի բովանդակությունից, էությունից, հարցերից, երբ մարդ գալիս է տաղավար մեր հյուրը եւ մեր տրամադրությունը բարձրանում է, այդ էներգիաներով փոխանակվում ենք, արդեն կարող ենք ասել եւ թողարկումը եւ մեր օրը սկսված է։ Բարի լույս Անիջան, բարի գալուց։ Պաշտոնապես հիմա ներկայացնենք մեզ մոտ է տաղավարում տանեկան հոգեբան Անի Բարսեղյանը։ Անջան, միանգամից ուզում եմ շնորհավորել նախ միամսյակը։ Շնորհակալ եմ։ Մինչև խոսենք այն կարևոր թեմայից, որի շուրջ կծավալենք մեր հարցազրույցը, շատ կարևոր եւ պաշտոնական մի հարց ունի քեզ տալու Զյաննա Պողոսյանը։ Ինչու՞ հենց։ Անիջան, այսօր խոսում էինք թե ըստ նախընտրած ուտեստների ինչպիսի բնավորություն ունեն մարդիկ, կին թե տղամարդ նշանակություն չունի։ Եվ մենք մեր նախասիրություններն ասացինք, որոշների հետ համաձայն ենք, որոշների հետ ոչ։ Հիմա հետաքրքիր է Անին, ինչ է սիրում ուտել։ Քաղցր, կծու, թթու, մսամթեր։ Ես շատ եմ սիրում ուտել միս եւ բանջարեղեն։ Այդ երկուսի միքսը իմ համար իդեալական է։ Այո, բանջարեղեն։ Խնդրում եմ, ասա։ Միս ու մսամթերք նախընտրող մարդիկ իրենց տեսակով առաջնորդ են։ Կարողանում են հստակ ձևակերպել իրենց մտքերը, ծրագրերը եւ ցանկությունները ու ամեն գնով հասնում են նպատակակետին։ Ինչ որ չափով համապատասխան շատ։ Ես կարծում եմ, որ այո, եւ զուգահեռ առանձին բանջարեղեն չեն, այդտեղ կան բուսակերներ, որոնք խաղաղասեր են, հավասարակշռված են։ Բայց այո, կրկին կարողանում են իրենց միշտ կարծիքին լինել, երբեմն կամակոր են այդ խաղաղասիրության հետ զուգահեռ համաձայն ենք։ Կարծում եմ այո, շատ հետաքրքիր հոգեախտորոշիչ Այդպես։ Մենք եթե համեմատենք անցյալ շաբաթվա մեր հետաքրքիր համեմատությունների հետ կապված կնոջ ու ծաղկի միջև, այս դեպքում միանշանակ համընկել է եւ ես իմ շրջապատում կան հստակ մարդիկ անուն առանուն ես կարողացա նրանց համեմատել նշված հատկանիշների հետ։ Սա շատ ճիշտ էր։ Վերադառնանք եւ պետք է ասել Անջան, որ ամենայն դեպս ինչ ծաղիկ էլ որ նախընտրեն կանայք կամ տղամարդիկ, ինչու ոչ։ Ինչ ուտելիք էլ մթերք էր որ նախընտրեն մարդիկ, միևնույն է յուրաքանչյուր բանի մեջ պետք է ներդնենք սեր։ Այսօր առաջարկում ենք խոսել սիրուց։ Հասկանանք դա ինչ քիմիա է, արդյոք Մենդելեևի աղյուսակում կա մի բանաձև էլեմենտ, որը բնորոշում է սերի վերջո, հասկանանք այդ սերը ամենազոր է թե ոչ, հասկանանք ինչպես են սիրահարվում մարդիկ։ Սկզբից գանք։ Արի գանք սկզբից, որ սերը այնքան անսահման է, դեռ չեմ հասկանում սիրո սկիզբը որ։ Սկզբից գանք եւ փուլարփուր, հանդիպում, համակրանք, սիրահարվածություն, սեր, դե եթե աստիճանաբար այսպես փուլերը բազմացնենք, զարգացնենք, մեզ օրը եւ կյանքը չի բավականացնի, բայց ամենասկզբի փուլերն են հետաքրքիր։ Հանդիպում են աղջիկը եւ տղան։ Ինչպես է ստացվում, թե տղայի կողմից, թե աղջիկա, որ ներքին եւ արտաքին ինչպիսի գրավչություններ են այստեղ գործի դրվում, որ զգում են իրենց համար են ստեղծված։ Դա ինչ թրթիռ է։ Այո։ Դուք ինձ օգտագործեք քիմիա բառը, մի քիչ կարելի է խոսել, ինչու ոչ այդ մասին, ինչ ենք հասկանում քիմիա ասելով։ Սովորաբար հենց այդ քիմիան նյարդաբանական, ֆիզիոլոգիական, հորմոնալ հենց գործընթացների համադրություն է, որը մարդու մոտ առաջացնում է կախվածություն, ձգողականություն, այդ էյֆորիկ վիճակները, որի պատճառով մեծ հորմոնալ այդ պատոկը, որ տեղի է, հորմոնալ ֆոնը, որ առաջանում
առաջանում է մարդու մոտ, անձը զգում է, որ դիմացինի հետ նույն ալիքի վրա է, օրինակ նույն այդ ձգողականությունը դիմացինի նկատմամբ, այդ հաճույքի զգացողությունը արտադրում է դոֆամինը, որը հաճույքի հորմոնն է, եւ հենց այդ էյֆորիկ վիճակները կախվածություն է առաջացնում։ Դրա համար էլ հաճախ սիրահարվածությունը շատ նմանեցվում է կախվածության։ Կամ օրինակ արտադրվում է ադրենալին, նորադրենալին եւ դու դիմացինի նկատմամբ զգում ես այդ անհանգստությունը, սրտխփոցը, լարվածությունը Դրա պատճառով նորից ասում ես իր ներկայությամբ ես չեմ դիմանում, վատանում եմ, ձեռքերս սկսում են դողալ, որովհետև նորից հորմոնալ բաներ են տեղի ունենում, հա, կամ այդ ֆիզիկական հպումների ժամանակ, երբ որ գրկախառնություն է տեղի ունենում, համբույրներ, ինտիմ հարաբերություններ, այդ ամբողջը ենթադրում է հորմոնալ շատ լուրջ տեղաշարժեր մեր մարմնում, որի պատճառով մենք ձգվում ենք դեպի այդ անձը։ Այստեղ մի նուրբ նկատառում այդ շեմը ինչպես կարողանալ զգալ, որովհետև այս բոլոր նշանները, որ թվում ենք եւ զգում ենք, երբեմն ասում են դա իրական սիրո հետ կապ չունի, դա գիրք է, դա անցողիկ է, դա համակրանք է։ Դա միգուցե սիրո հիմքն է, որ հետո դա վերածվելու է սիրո, թե այնուամենայնիվ դա կարող է չվերածվել։ Շատ հաճախ հատկապես մեծերից լսում ենք, որ ասում են սերը բոլորովին ուրիշ բան է, սերը այդ զգացողությունների հետ կապ չունի, սերը ավելի ըմբռնող, հասկացող, դա հարգանք է, դա ընկերություն է։ Հասկանանք սա տանում է դեպի սիրո։ Կարող է տանել, եթե կարող է ոչ միայն տանել սիրո, կարող է նաև տանել շատ երկարատև կայուն ապահով հարաբերությունների, եթե ռացիոնալ բաղադրիչը չի տուժում, այդ մեր կոգնիտիվ դաշտը, հա, մտածողությունը, վերլուծությունը, որ բացի իմ զգալուց Ես հենց հիմա մի դեպք հիշեցի, որ մեր բարեկամներից մեկը on-line հարթակում շփվել էր մի աղջկա հետ եւ որոշել էին հանդիպել եւ ամուսնանալ։ Այսպես մենք բոլորը սպասում ենք, իրենց նշանադրության համար սրահը վարձված է եւ այլն եւ այլն։ Օդանավականում նրանք հանդիպեցին, տղան այսպես տխուր եկել էր տուն, ասեցին ինչ ա եղել, ասեց սիրտս թք չրավ։ Այսինքն, եթե միայն հենվել այդ սրտխփոցի վրա շատ վատ բաներ կարող են տեղի ունենալ, բայց եթե կա այդ ներգրավվածությունը ֆիզիոլոգիական առումով, բայց նաև անձը կարողանում է ռացիոնալ նայել այս անձը ով է, ինչ ընտանիքից է, ինչ մշակութային ժառանգություն ունի, ինչ արժեքների կրող է եւ այլն, այդ ամբողջը կարող է տանել սիրո, բայց ինչ է սերը, այդ հարցի եթե փորձեմ ամփոփ պատասխանել, իմ կարծիքով սերը զգացմունք չէ, սերը որոշում է, որտեղ նույն ամուսնական հարաբերություններում ովքեր ամուսնացած են գիտեն, կարճ ժամանակ անց էմոցիոնալ ֆոնը ետին պլան է գնում, եթե չասեմ շատ հաճախ անցնում է, օրեր շարունակ դու կարող ես ոչինչ չզգալ էմոցիոնալ մակարդակում։ Ինձ թվում է այն սրտխփոցները եւ այն զգացողությունները, որ քիչ առաջ դուք նշեցիք, դա գտնվում է մարդու ենթագիտակցության մեջ, որովհետև շատ հաճախ պետք է ասել, որ սա ներկայացումից եմ ես հիմա ցիտում, այդտեղ մի տեքստ կա, որտեղ ասվում է ենթագիտակցությունը գիտի այն, ինչը դժվարանում է հասկանալ գիտակցությանը։ Հիմա այս դեպքում նման ենթագիտակցական, հեքիաթային ու կախարդական զգացողություններ տեսնում ենք բազմիցս, որ ունենում են այն մարդիկ, ովքեր օրինակ 17-ից 25 տարեկան տարիքային շեմում են գտնվում, բայց ավելի արդեն հասուն տարիքում շատ հաճախ մարդիկ այս ամենին նայում են գիտակցաբար, օրինակ այդ սրտխփոցը չզգալով կամ անհանգստություն լավ իմաստով չզգալով, բայց շատ հստակ գիտակցելով, որ այդ աղջիկը կամ տղամարդը լավ մարդ է, ազնվայր է, գեղեցիկ է, լավ մտածողություն ունի եւ արժե նրա հետ ընտանիք կազմել ու շատ հաճախ այս հիմքով են կազմվում ընտանիքներ։ Հիմա ինչ եմ ուզում ասել, այդ առաջին սիրո անմոռանալի զգացողությունները իսկապես արդյոք բնորոշ են այդ տարիքային հատվածին, թե ամեն դեպքում շատ ավելի հասուն մարդիկ միևնույն է դա կարող են զգալ, եթե գտել են այդ մարդուն։ Հիմա շատ թերապևտիկ բան պիտի ասեմ, որովհետև անկախ տարիքից մենք կարող ենք այդ քիմիան, ճակերտել, զգալ ցանկացած տարիքում եւ անգամ շատ վտանգավոր մարդկանց նկատմամբ։ Եթե խոսեմ կանանց մասին, կանայք շատ ուժեղ էմոցիոնալ շարժ են զգում այնպիսի տղամարդկանց նկատմամբ, ովքեր հարբեցող են, թմրամոլ են, շատ աղջիկների կանանց հետ փորձառություն ունեն, ինչու, որտեղ այդ տղամարդիկ գիտեն ինչպես գրավել։ Եվ իրենք երբ որ հանդիպում են մի տղամարդու հետ, ում հետ արժի երեխաներ ունենալ, արժի իր հետ ծերանալ, այդ տղամարդը այնքան անփորձ է, այնքան կաշկանդված,
որ քո մեջ ոչ մի բան չի առաջացնում։ Եթե մենք հասուն տարիքում գնանք այդ այ թիթեռնիկներ փշաքաղվեցի սիրտս խփեց, մենք կարող ենք այնպիսի ողբերգական որոշումներ կայացնենք, որ դա կարճաժամկետ լինի։ Եվ այսօր մենք ինչ ենք տեսնում 21-րդ դարում։ Սիրտս խփում ամուսնանում, ել չի խփում ամուսնալուծվում եմ։ Եվ մարդիկ ունեն 3, 4, 5 անգամվա ամուսնալուծության փորձառություն։ Ամփոփելով ես կարող եմ շատ բան զգալ, բայց որքան անձը հասունանում է, արդեն իրեն զգացմունքները չեն առաջնորդում։ Այլ մտածողությունը, ռացիոնալ կողմը։ Ես միշտ աղջիկներին ասում եմ, այն ինչի մասին դու հիմա խոսում ես, օրինակ, ամուսնացածը սիրահարվել է, ուզում է ամուսնալուծվել։ Կամ սիրահարված է այնպիսի անձի, որի հետ ամուսնանալ ուղղակի դատավճիռ է կործանման։ Ես ասում եմ, այն ինչի մասին դու հիմա խոսում ես, կարող է իր խոսել 18-ում, 20-ում, լավ 25-ում, բայց դրանից ավելի հասուն տարիքում անկարելի է, որ մարդը որոշում կայացնի, գնա այդ հարաբերություններին զգացմունքներով եւ այլն։ Այո, կարող ենք զգալ ցանկացած տարիքում, բայց արժի որ դրանք մեզ առաջնորդեն։ Դրա համար արդեն կա գիտակցություն։ Այո, ի վերջո բարդ մեխանիզմ է, սերն էլ, եթե սիրահարվածությունը պարզապես քիմիա է, հա, սերը կարող ենք ասել շատ բարդ բանաձևերի համադրում է, որ ոչ բոլորն են կարողանում լուծել եւ գտնել ի վերջո, բայց գտել են, արդեն ընտանիքում են, կենցաղային, առօրյա խնդիրներից իհարկե խուսափել չի լինում, ասում են, չէ, սիրո մասին պետք է հոգ տանել, խնամել սիրո մասին, այ դա ինչպես է պետք անել։ Նախ շատ կարևոր է, որ ամեն մանրուքի մասին զույգերը պայմանավորվեն, որովհետև ամուսնական հարաբերություններում ամեն մեկը բերում է իր մոդելը։ Բաներ կա, որ օրինակ աղջկա կյանքում, աղջկա հայրական ընտանիքում դա անթույլատրելի մի բան է եղել եւ իր ընկալման մեջ դա չի կարելի է, բայց նույն այդ երևույթը տղամարդու ընտանիքում թույլատրելի մի բան է եղել։ Եվ ինքը եկել է հենց այդ հիմքով, որ դա կարելի է։ Եթե զույգերը այդ մասին չեն պայմանավորվում, չեն խոսում, իրենք կարող են շատ լուրջ բախումներ ունենալ կենցաղային կյանքում, այսինքն ցանկացած հարցի շուրջ պայմանավորվել։ Եվ շատ կարևոր է նախաամուսնական փուլը ձյաննա։ Հայաստանում մենք դրա մասին քիչ ենք խոսում, բայց այսօր շատ լուրջ, տեսեք, մենք փոքրիկ հարցադրում չէ կատարեցինք, ինչ է սիրում ուտել, եւ այս փոքրիկ հարցադրումը շատ բաներ դուրս բերեց։ Այսօր շատ լուրջ տեստեր կան, որոնք անձը պետք է անցնի ամուսնությունից առաջ զույգով։ Եվ այդ տեստը կարող է դուրս բերել իրենք համընկնում են թե ոչ։ Համատեղելիություն։ Եթե անձը լուրջի է առնում իր ընտրությունը, ինքը միջև ամուսնական փուլը շատ հարցեր կբարձրացնի, որտեղ ենք ապրելու, ինչպես ենք ապրելու, ինչպես ենք վերաբերվելու մեր ծնողներին, ինչպես ենք դաստիարակելու մեր երեխաներին, ինչպես ենք պատկերացնում մեր ընտանիքի մոդելը ավտորիտար ոճի, թե ժողովրդավար ոճի, ինչպես ենք պատկերացնում դավաճանության փաստը, ինչն ենք համարում դավաճանություն։ Եթե այս ամենի շուրջ մենք չխոսենք նախաամուսնական փուլում, ինչ է սպասվում մեզ ընտանիքում։ Բախումներ ու շատ հաճախակի։ Ասում են ընտանիքներ չէ, պետության երկրի մանրակերտն է, կարող ենք նաև զուգահեռներ տանել, որ բոլոր ոլորտերում պետք է լինի այդպիսի գիտակից մոտեցում։ Այո, հիմա օրինակ բերեմ, եթե մենք աշխատում ենք մի կազմակերպությունում, այդ կազմակերպությունը ունի իր օրենքները, չէ, իր մշակույթը։ Մենք շատ լավ գիտենք, որ այս թիմում այսինչ բանը եթե ես անեմ, ինձ աշխատանքից կհեռացնեն։ Իսկ այսինչ բանը եթե ես անեմ, իմ պաշտոնը կարող եմ բարձրացնել։ Նույնը ընտանիքում է։ Կան հստակ օրենքներ, երբեք չենք պահում այդ կանոնները, այո, որպես կանոն, որովհետև սպառնալիքը այնպեսին չէ, ինչպեսին ենթադրենք աշխատանքից դուրս հանելը։ Գուցե մեզ թվում է, որ այդպեսին չէ, բայց եթե այդ խախտումները լինում են, փոքր-փոքր անդառնալի բաներ են տեղի ունենում մարդու ներսում։ Նույն դավաճանության պարագայում կարող են անդառնալի բաներ տեղի ունենալ։ Ընտանիքներից հայրական տան օրինակից խոսեցիք, մի այսպիսի հարց առաջացավ ինձ մոտ, հարց ունեիր կներեք, դու մի փոքր վատառող չես ու կարող ես լռել։ Շատ ենք լսում, չէ, երբ ասում են թե աղջիկը, թե տղան իր համար զուգընկեր ընտրում է ենթագիտակցորեն կրկին հայրիկի կամ մայրիկի օրինակով։ Կա այստեղ որևէ ճշմարտություն եւ ինչ նմանության մասին է խոսքը։ Երբեմն մենք ընտրություն ենք կատարում ելնելով մեր ներքին տրավմաներից, չբավարարված պահանջմունքներից կամ ասոցիատիվ կապերից։ Մեր ուղեղը ունի այդպիսի բաղադրիչ, որտեղ կուտակում է փորձը, կենսափորձը, դա կոչվում է ապերցեպցիոն զանգված։ Հա, օրինակ, եթե ես մեկ անգամ վերցրել եմ գրիչը եւ բացահայտել եմ, որ գրիչը սա է եւ այսպես է աշխատում, ամեն անգամ ես տեսնելով գրիչ չեմ ասում, սա ինչ է եւ նորովի բացահայտում եմ գրիչը։ Ես արդեն ունեմ իմ մեջ փորձառություն, որ սա գրիչ է։ Սա մեզ օգնում է, որովհետեւ մենք ամեն վայրկյան նորովի չենք բացահայտում աշխարհը, բայց նաեւ խանգարում է, որովհետեւ այդ փորձառությամբ մենք չենք կարողանում տեսնել նորը։
Եվ սովորաբար ինչ փորձառություն մարդը ունի իր կյանքում, այդ նույն փորձառությամբ ինքը այդ նույն շաբլոնով, այդ նույն մոդելով անընդհատ կարծես կրկնվում է նույն պատմությունը, թեև իր հայրը կարող է եղած լինել հարբեցող, բայց պտտվի գնա ճիշտ իր հայրիկի նման մեկին ընտրի, որտեվ այդ երեխան օրինակ շատ լավ գիտի ինչպես իրեն դրսևորել նմանօրինակ տղամարդու կամ լրիվ հակառակը այն վախից ելնելով կարող է լրիվ հակառակ Եթե գիտակցական մակարդակում մերժել է այդ մոդելը, հա, որ ես չեմ ուզում, ինքը գիտակցաբար մերժել է, կամ գուցե գիտակցաբար չի եղել, բայց այդ մոդելը մերժել է, կարող է այո լրիվ մյուս բևեռում հայտնվել, բայց սովորաբար մենք գնում ենք, պատկերացեք ինչքան պետք է գիտակցված մենք լինենք, որ այդ ասոցիացիաներով չապրենք, այդ կապերը, որոնք այդ նեյրոնային ուղիները, որոնք այն մանկության շրջանից ձևավորված են մեր ներսում, դրանք այսօր ընկած են մեր վարքի հիմքում։ Եվ հենց այդ ինքնաճանաչումը, ինքնաբացահայտումը, այդ որ ասում էի գենթագիտակցությունը տեղյակ չի, գիտակցությունը թե ինչ կա այնտեղ, հասուն է այն մարդը, ով փորձում է իր ներսում կատարվող process-ները ջանքի միջոցով բերել գիտակցություն։ Դու պետք է տեղյակ լինես ինչ կա քո ներսում, փորձես տեղյակ լինել։ Մի քիչ ավելի մեծացնենք ու ընդհանրացնենք թեման, ես առաջարկում եմ խոսել հետևյալի մասին, մի քիչ ավելի գլոբալ դարձնենք այս թեման։ Ժամանակին կար մի ժամանակահատված, որտեղ մարդիկ առաջնորդվում էին գաղափարախոսություններով, որ ուներ իր դրական ու բացասական ազդեցություն այդ միանշանակ։ Բայց այսօր փորձում ենք վայելել ժողովրդավարությունը եւ ցանկացած գաղափարի կարեւորությունը եւ արժեքը մենք հասկանում ենք, որ գնալով դառնում է ամենացածրը։ Իսկապես դա այդպես է։ Հիմա եթե մենք նայենք ամերիկյան ու եվրոպական ընտանեվարության մշակույթին, ապա գուցե այնտեղ շատ նորմալ երևույթ է ու բոլորն են ազատ անկախ տարիքից, ավագ սերունդ ենք միջին, թե երիտասարդ ու սրտի թրթումները դեռ կան եւ այլն եւ այլն։ Բայց արդյոք մեզ մոտ մենք պատրաստ ենք այդ ազատությանը եւ ըստ ձեզ սիրելյանի արդյոք մեզ մոտ ընտանիք գաղափարը եւ արժեքը այսօր չի ցածրանում նման ամուսնական կապերով, հետո ամուսնալուծություններով եւ այլն, որովհետեւ ի վերջո սիրելի երիտասարդներ մենք մտնում ենք հայ առաքելական եկեղեցի, ստանում ենք Աստծո օրհնանքը, սա թերևս ամենակարևոր խորհուրդն է ընտանիք կազմելու մեջ ու երբ որ ասում ենք մենք ընտանիք ենք կազմում, արդեն պիտի այստեղ հասկանանք բանի լրջությունը, էությունը, կարևորությունը ու ամեն մի դժվարություն չփորձենք նայել այն հիմքը, որից հետո մենք ասենք դե լավ չի ստացվում եւ մենք բաժանվում ենք։ Ինչ կասեք ժամանակակից լինելու, ժամանակակից մտածողության, ազատ մտածողության ու այս կարևոր արժեքների, գաղափարների բախման հետ կապված։ Փորձեմ ձեր հարցին պատասխանել եւ մշակութային եւ կրոնական դաշտը հաշվի առնելով։ Եթե մենք գնում ենք կրոնին, եկեղեցում մենք ուխտ ենք կնքում ամուսնական եւ ասում ենք հնազանդ եմ, կինը ասում է հնազանդ եմ։ Իսկ տղամարդը ասում է տեր եմ։ Եվ երբ որ մենք գնում ենք Սուրբ Գրքին քրիստոնեության, մենք այնտեղ շատ լավ տեսնում ենք, որ տղամարդը կանչվել է սիրելու։ Եվ սովորաբար, կարծում եմ համաձայն կլինեք ինձ հետ, շատ ավելի հեշտ է հնազանդ լինելը, քան սիրելը։ Իհարկե տեր լինելը, որովհետև նաև Եվ եթե մենք վերցնում ենք այս ամբողջից միայն իշխելու միտումը, դա բերում է անհավասար մթնոլորտ հարաբերությունների մեջ եւ արդյունքում կամ քո դիմացինը երջանիկ չէ, որովհետեւ այդ անհավասար ուժի կիրառման պարագայում ինքը ուղղակի խեղդում է իր ձայնը, իր կամքը, իր կարծիքը, իր տեսակը, կամ պարզապես ինքը ինչ որ մի փուլում հեռանում է։ Իսկ այսօր կինը այնքան կայացած է, որ եթե ինչ որ ժամանակաշրջանում նա չէր հեռանում, որովհետև առանց տղամարդու սոցիալական իր բարեկեցությունը պատկերացնել հնարավոր չէր, այսօր առանց տղամարդու կինը կարողանում է շատ ավելի լավ գլուխ անել կյանքից, հետևաբար շատ հանգիստ կարողանում է հեռանալ։ Մենք չենք կարող պահել այդ նախկին մոդելը, ինչու, որովհետև կնոջ այս ինքնուրույնությունը արդեն իսկ գործնականում հնարավոր չի դարձնում իրեն այդպես իշխելու ցանկությունը։ Եվ հետո մենք այն ժամանակ կարողանում ենք այդ ավտորիտար դիրքը մեր երկրում պահել, որտեղ մենք շփվում էինք այնպիսի ժողովուրդների հետ, հա, արաբներ, քուրդեր, պարսիկներ եւ այլն, որ այնտեղ այդ իսլամական մշակույթի մեջ կինը ենթակա էր։ Բայց հիմա թեկուզ այս կապը այլ ազգի հետ, եվրոպացի, Ամերիկա եւ մենք արդեն տեսնում ենք ուրիշ մոդելներ եւ սերնդես սերունդ փոխակերպվում է։ Տեսնելով այս մշակույթը մենք փորձում ենք վերցնել
շատ ավելի բացասականը, քան դրականը ըստ իս։ Բայց ինչու ընդհանրացնել։ Շատ զույգեր գուցե կարողանում են վերցնել առողջ մասը այդ ամբողջի, որովհետև ինքը նախկին փորձի մեջ էլ է եղել բացասականը։ Իսվում է այս ամբողջ խմորումների մեջ ի վերջո կծնվեն շատ լավ ընտանիքներ, որտեղ ամեն մեկը կհասկանա, որ իրավունքի առումով իրենք հավասար են։ Ճիշտ է, գործառույթների ֆունկցիոնալ առումով մենք հավասար չենք, կին եւ տղամարդ, բայց իրավունքի առումով բոլորն են հավասար, անգամ երեխաները ծնողների հետ հավասար հարթակներ են։ Այո։ Այս պայմաններում ասում են, որ նաև սերն է արժեզրկվել, սիրո ուժն է թուլացել, հետաքրքիր է սա էլ կա, թե պարզապես ժամանակի թելադրանքն է, ժամանակի փոփոխությունները, ինչպես նոր քննարկեցինք, որովհետև դիրքերն են աստիճանաբար սկսել բարելավվել, հավասարվել, նաև ինքնարտահայտման, դրսևորման տեսանկյունից կինը ավելի այսօր կայուն դիրքերում է, կարող ենք ասել, սերը այդ դեպքում երբ ասում են սերը անհաղթ է, սերը կարող է ցանկացած փորձություն հաղթահարել, այս պարագայում նաև կարող ենք ասել, որ սերն է թուլացել եւ ինչ որտեղ արժեզրկվել։ Ես ձերքից տակ ինչ-որ հետազոտություն չունեմ, որ հստակ պատասխանեմ, բայց իմ կարծիքով նախկինում էլ են այդ բոլոր ռիսկերը եղել։ Պարզապես նախկինում հեչ պայման չէր դու ինչ ես զգում։ Անկամ մարդիկ ամուսնացել են հարց չտալով, իսկ ես սիրում եմ։ Իսկ այսօր մեր օրերում մարդիկ գնում են ինքնաճանաչման այդ մշակույթին եւ մարդիկ փորձում են հասկանալ ես ինչ եմ զգում, ես ինչ եմ ուզում, ինչու եմ անում այն ինչ անում եմ։ Իսկ այս շատ կարևոր, բայց նաև վտանգավոր հարցադրումները երբեմն բերում են ոչ ցանկալի հետևանքների։ Հիմա կարող ենք ասել մեր օրերում սերը պակասել է, որտեղ ամուսնալուծություններն են շատ սայա շատ Իսկ գուցե մեր օրերում պարզապես մարդիկ սկսել են բարձրաձայնել կամ մտածել իրենց զգացողության մասին, որը չի եղել նախկինում։ Եվ սիրել նաև իրենց անձը։ Սիրել իրեն։ Ամենայնպես այս ամենի խաչմերուկում կարելի է մի պարզ բան հասկանալ, որ սիրենք թե չսիրենք, արտահայտվենք թե չարտահայտվենք, պաշտպանենք կանանց թե տղամարդկանց իրավունքները, միևնույն է, իսկապես կա մի կարևոր բան, որ պետք է միշտ արժևորել գաղափարը, գեղեցիկը եւ այն խորհուրդը, որը օրհնված է նաեւ Աստծով։ Այդ իսկ առիթով միշտ կարևորենք ընտանիք ու բոլոր այն մարդիկ, ովքեր կազմել են ընտանիքներ, այդքան հեշտ մի բաժանվեք ձեր իսկ ստեղծած ամենաջերմ ու ամենատակ անկյունից, որովհետև հիմք ընդունելով այն օրինակելի ու գեղեցիկ մարդկանց, ովքեր կազմել են ընտանիք ու ունեն շատ տասնյակ տարիների ամուսնական ու ընտանիքի ստեղծման կենսագրություն, կարելի է հասկանալ, բա ինչպես եղավ իրենց մոտ այսքան լավ, իսկ մեզ մոտ չստացվեց։ Դե տեսեք, թե ինչպես ստացվեց։ Ընդհանրապես մի քանի կարևոր գրավականներ կան երևի, որ պետք է պահել ու պահպանել։ Նախ ճիշտ է, ճիշտ ընտրության հետ կապված համամիտ եմ, պետք է թրթիլ զգաք, պետք է սիրեք այդ մարդուն, պետք է վատ չզգաք նրան զիջելուց, սա շատ կարևոր է։ Մեծագույն հարգանքը, նվիրումը, կարծում եմ նաև ժպիտը իրար պարգևելը, սրանք կարևոր բանաձևեր են, լավ խաղաղ ընտանիք։ Հարազատ թեմա է քեզ համար, այսպես կողքից լսում եմ, հասկանում եմ, որ քան կուտակային էմոցիաներ ունես։ Երիտասարդ տարիքում, երբ որ կազմեցի ընտանիք, ես 22 տարեկանում հասկացա, որ դա սուրբ բան է եւ չի կարելի պարզապես խաղալ ընտանիքի հետ։ Մատների արանքով նայել այդ գաղափարը։ Երանի ձեր կնոջը։ Այո, ու Երանի մարդկանց, ովքեր այդպես կմտածեն, Երանի նաև ձեզ։ Այո, մենք երեխաներով հարաբերություններում, այո, ֆիքսենք, որ կարևորը սերն է, որովհետև մնացած թղթաբանական կլինի, ցանկացած ձևակերպումներ կլինեն, դրանք անիմաստ են, եթե չկա այդ սերը։ Այո, սեր ամեն ինչի նկատմամբ։ Այո։ Շնորհակալություն Անի, մենք շատ սիրում ենք ձեզ եւ միշտ ուրախ ենք, երբ մեր տաղավարում եք Միավոր տաղավար ձեզ ուղարկում ենք, սիրելի Անի, կրկին շնորհավորում ենք։ Եվ ստացել ենք, այո։ Այո։ Միասյակ կամփոփենք վաղը իհարկե մեր եթերում, բայց ճիշտ ժամանակին եք եկել։ Ձեզ օրվա դրական ու հրաշալի շարունակություն, սիրելի Անի Բարսեղյան։ Մենք էլ սիրով համակված ընկերներ շարունակում ենք մեր ընթացքը, մնացեք մեզ հետ, րոպեներան շարունակում ենք, խնդրեմ։ Շարունակենք մեր ընթացքը, սիրելի հեռուստադիտողներ, մեկ ամիս եւ մի քիչ ավել ժամանակահատված հետո, սիրելիներս, մենք քաղաքամար Երևանում ունենք հնարավորություն վայելելու թանգարանային օրերը։ Այդ հրաշալի ու ֆանտաստիկ է։ Ինչու ենք այս մասին, հատկապես գիշերը, այո։ Ես հիշում եմ իմ ուսանողական տարիները, երբ ուսանողական ընկերներով մի ամբողջ գիշեր շրջում էինք, ու դա մեր ամենահիշարժան օրերից մեկն է։ Ինչու ենք այս մասին հիմա հիշատակում, որովհետեւ տեսանյութի միջոցով ձեզ հետ տեղափոխվելու ենք Հովհաննես Թումանյանի թանգարան
թանգարան, որի բացման օրը եղել է 1953 թվականին, հենց այսօր ապրիլի 5-ին իմիջիայլոց իմ ամենասիրելիներից մեկն է, որովհետև ամեն տարի կամ գուցե կիսամյակը մեկ այնտեղ շատ հետաքրքիր նորություններով են նրանք հանդես գալիս տարբեր տարիքային խմբերի համար եւ զգացվում է հատուկ ուշադրություն, խնամք, սեր տվյալ թանգարանի հետ կապված, ինչի համար ես ողջունում եմ ամբողջ թիմին թանգարանի։ Մի վայր է, մի հյուրընկալ հարկ է, այո, որտեղ իր հեքիաթներով, իմաստուն ու թևավոր խոսքերով միշտ մեզ է սպասում ամենաբարի, ամենամարդասեր ժպիտը դեմքին Թումանյան պապիկը։ Շրջենք թանգարանում եւ ծանոթանանք ստեղծման պատմությանը եւ թե ինչ գանձեր կան թաքնված թանգարանում։ Սոնյա Շագաևան այժմ մեզ կպատմի։ Խնդրեմ։ Հովհաննես Թումանյանի թանգարանը ամենայն հայոց բանաստեղծի հիշատակը վառ պահող եւ նրա գրական ու մշակութային ժառանգությունը պահպանող վայր է։ Իր դռներն է բացել այցելուների առաջ 1953 թվականին։ Թանգարանի պատմությունը սկիզբ է առնում 1949-ին, երբ բանաստեղծի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ Հայաստանի ղեկավարությունը Կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունովի ղեկավարությամբ որոշում կայացրեց Երևանում թանգարան կառուցելու մասին։ Արդեն 1953 թվականի ապրիլի 5-ին թանգարանը մեծ հանդիսավորությամբ բացվեց ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի նախագծով։ Այստեղ պահպանվում է ավելի քան 19000 ցուցանմուշ։ Թանգարանի երկրորդ հարկում 6 սրահներում ամենայն մանրամասնությամբ վերարտադրված է Թումանյանի Թիֆլիսյան վերջին բնակարանը։ Այստեղ կարելի է զգալ բանաստեղծի կյանքն ու ստեղծագործական շունչը։ Թանգարանի ամենամեծ արժեքներից մեկն է նրա անձնական գրադարանը, ավելի քան 8000 գրքով։ Սրահներից մեկում ներկայացված է նաև Թիֆլիսի վերնատան կրկնօրինակը, որտեղ թվում է հենց հիմա Թումանյանի գլխավորությամբ կհայտնվեն հայ մեծ մտավորականները՝ Ղազարոս Աղայանը, Լևոն Շանթը, Դերենիկ Դեմիրճյանը, Կոմիտասը եւ կսկսվի իմաստուն զրույցը։ Թանգարանի ընդարձակ դահլիճը նախատեսված է ցուցահանդեսների, ներկայացումների ու միջոցառումների համար։ Զմեռային այգին թումանյանական թեմաներով քանդակների յուրատեսակ ցուցադրություն է, իսկ ներքին բակը Թումանյանի սիրած պտղատու ծառերով եւ ծաղիկներով այգի, փոքրիկ ջրավազանով։ Դեպի թանգարան տանող 54 աստիճանը խորհրդանշում է բանաստեղծի կյանքի տարիները, յուրահատուկ հիշեցում նրա հարուստ ու բեղուն կյանքի մասին։ Թումանյանի սեղանատունը միշտ լի էր հյուրերով ու զրույցներով։ Սեղանը 12 հոգու համար խորհրդանշում է 10 զավակների եւ ամուսինների միասնությունը։ Նրա քեֆը գործ էր, հիշում են ժամանակակիցները։ Տանտիրոջ աթոռը սեղանի գլխին միշտ զիջում էր ամենամտերիմ ընկերոջը՝ Ղազարոս Աղայանին։ Թանգարանում է պահպանվում նաև բանաստեղծի սիրելի իրերից մի քանիսը՝ խալաթը, արթուկը, հիվանդանոցային բաժակը, ճամփորդական թեյնիկը եւ Թումանյանի գրպանի ջեռակները։ Այսօր թանգարանը համադրում է դասական ցուցադրությունն ու նոր տեխնոլոգիաները։ Այցելուները կարող են հեռախոսային հավելվածների միջոցով վիրտուալ հանդիպումներ ունենալ բանաստեղծի հետ, դիտել անիմացիոն եռաչափ մուլտֆիլմեր եւ մասնակցել մշակութային ծրագրերի։ Թանգարանը նաև գիտական գործունեության կենտրոն է։ Զբաղվելով Թումանյանի ընտանիքի արխիվների ուսումնասիրությամբ, մանկական գրականության հարցերի վերլուծությամբ եւ նոր նյութերի հրապարակմամբ։ Թումանյանի թանգարանը ոչ միայն հիշատակի ու հարգանքի վայր է, այլև կենդանի մշակութային կենտրոն, որը միավորում է մարդկանց անկախ տարիքից ու ազգությունից։ Այստեղ յուրաքանչյուր այցելու կարող է գտնել բանաստեղծի հոգու մի մասնիկը, լինի դա գրական ժառանգության հիացմունք, թե նրա մարդկային ջերմությունն ու խոհեմությունը։ Սոնյա Շագաևա, Բարև երկիր։
Շարունակում ենք մեր ընթացքը սիրելիներ, եւս մեկ ապացույց, որ երբ մարդիկ Պարտաճանաչ կերպով անում են իրենց աշխատանքը, լծված են շատ կարևոր գործի եւ սիրում են նաեւ իրենց մասնագիտությունը, ապա տարվա ավարտը գոնե լինում է հաղթական։ Այս իմաստով սիրո դեպքում ամուսնությունն է ավարտը լինում եւ ընտանիքի նաեւ պահպանումը, աշխատանքի նկատմամբ սերն է, այո, նվիրվածություն շատ այսպես ծանր արդյունքներ կան։ Որովհետեւ գուցեև մեր չեմպիոնների մասին մենք չենք խոսում ամեն օր ու ամեն անգամ չի գովազդվում նրանց անունները, բայց մարդիկ արի ուտես, որ աշխարհում բարձր են պահում Հայաստան աշխարհի անունը։ Ներկայացնենք մեր չեմպիոններին, ընկերներ, Հայաստանի պրոֆեսիոնալ Muay Thai ֆեդերացիայի նախագահ Արամ Աբրահամյանն է մեզ մոտ աղավարում, բարիքուս, աշխարհի առաջնության հաղթող Կարո Ոսկանյանը, բարիքուս, եւ աշխարհի Muay Thai չեմպիոն Հայկ Վարդանյանը։ Ողջույն տղերք, ուրախ ենք ձեզ այդ աղավարում տեսնելու համար, ոնց եք։ Շատ լավ, շատ շնորհակալ ենք հրավերի համար։ Մենք էլ ենք ուրախ ձեզ տեսնել։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհակալ, հաղթելով, վերադառնալով ու ամենակարևորը մեր տաղավարում գտնվելու համար։ Եվ կիսելով այս հաղթանակը մեզ հետ նաև ու մի ամբողջ ազգության։ Ասում եմ այս գոտինից ծանր է, գոտին իշխան։ Այո, այո։ Հաղթական գոտին։ Ոնց է սկսվում ձեր առավոտը։ Կա ինչ-որ մի հետաքրքիր առանձնահատկություն, որը որպես պրոֆեսիոնալ մարզիկ, ելնել Muay Thai ներկայացնող ամեն առավոտ պետք է անել։ Չգիտեմ, դա վազքն է, դա մարմնամարզությունն է։ Նախ առաջ շուտ է սկսում։ Հասարակ բոլոր մարդկանցից շուտ է սկսում պրոֆեսիոնալ մարզիկի օրը։ Այս հենց այնպես չի, որ այս հարցը տալիս է, որովհետև ձեր ընկերներից, մարզիկներից Հովհաննեսը էլի իմ լավ ընկերն է ու ես միշտ նրա Instagram-յան էջում տեսնում եմ ստորիներում, ոնց ամեն առավոտ ժամը 6-ին վազում։ Հովհաննես Քալաշյանն նշենք, մեր լավագույն մարզիկներից հավաքականի անդամ։ Հրաշալի։ Իդեպ արխիվում այսա նորություն կլինի, ունենք պրոֆեսիոնալ մենամարտ Քալաշյան Հովիկը պետք է մասնակցի։ Հաջողություն եւ հաղթանակ միանշանակ։ Լավ շնորհակալ։ Խոսենք իհարկե այն իրադարձության մասին, որը բերեց Հայաստան ոսկիներ, արծաթներ, բրոնզեր, Թայլանդում կայացած Muay Thai աշխարհի առաջնության մասին։ Այո, 2025 թվականի աշխարհի առաջնությունը տեղի ունեցավ Բանգկոկ քաղաքում, Թայլանդի թագավորության մարտի 9-ից 19-ը։ 10 օր աշխարհի առաջնությունն էր։ Ներկայացել էինք 12 հոգանոց ընդհանուր հավաքականով Հայաստանից եւ ունեցանք շատ լավ արդյունքներ, 3 ոսկի, 3 արծաթե մեդալ եւ 1 բրոնզե մեդալ։ Եթե ես չեմ սխալվում, Թայլանդը համարվում է Muay Thai-ի հայրենիքներից մեկը, թե ոչ։ Այո։ Ու ինչպես է մեզ հաջողվում այդ մշակույթը այսքան հաջողությամբ մեզ մոտ ունենալ, այսինքն ուզում եմ հասկանամ մեր տարածաշրջանն նաև գենետիկ առումով տրամադրում, որ մեր տղերքը այդքան ճիշտ ու գրագետ մենամարտեր ունենան տիտղոսակիր լինելու համար, թե նաև դպրոցն է մեզ մոտ ուժեղ, մի քիչ կպատմեք ժառանգած մեթոդների մասին։ Ամեն ինչը իրար հետ կոմպլեքսային, որովհետև եթե մի հարցում թերանում ես, ապա հաջողություն շատ դժվար է կերտել եւ հաղթանակ եւ մեր գենոֆոնդն է, մեր հայ ազգի խառնվածքն է։ Մենք բոլորս գիտենք, որ մենապայքարայինում մենք շատ բարձր ցուցանիշներ ենք միշտ ցույց տվել։ Մեր թասիբն է, մեր պատիվն է եւ միանգամից պետք է ասեմ դիսցիպլինան է եւ աշխատասիրությունը։ Ինչ կասեն Կարոն եւ Հայկը այս ամենի մասին։ Մի փոքր ծանոթանանք, քանի տարեկանից եք սկսել այո այս սպորտաձևով զբաղվել եւ ձեր հաջողությունների Ես արդեն 25 տարի եմ զբաղվում եմ սպորտով։ Քանի տարեկան։ Ես 30 տարեկան եմ, հա։ Արտաքինից չի երևա, որ Հենց այս սպորտաձևով 25 տարի։ Նու սկսել եմ ուրիշ հարվածային մարտարվեստից, բայց կյանքը վերել է հասցրել այստեղ ու ես շատ գոհ եմ դրանից։ Ես տարբեր մարտարվեստներ պարապելուց հասկանում եմ, որ կարելի է մի բան պարապել, որտեղ ամեն ինչ կա, որտեղ ամենագեղեցիկը կարաս գտնես, այս արևելյան մարտարվեստերի մեջ։ Մի խոսքով Muay Thai-ը այն մարզաձևն է ու մարտարվեստն է, որ թե ֆիզիկապես դու ինքնավստահ ես լինում քո վրա, թե հոգեպես, թե միտք տա հանգիստում, вообще Թայլանդից է քանի որ ինքը գալի, թայլանդացիք էլ իրենց մշակույթի մեջ շատ բարի ու ասենց կամեցող ժողովուրդ են, որ շատ ասենց այդ աուրան սպորտի միջոցով է գալի։ Մենք ռինգում կողքից նայելով շատ դաժան կարա լինի տեսարանները, բայց մենամարտի ավարտից հետո անմիջապես
դրական էմոցիա հակառակորդի հանդեպ բարեով լցված, սա կարևոր ֆակտոր է սպորտի մեջ, որ կողքից նայելուց որ չհասկանաս սա այսպես ասած մենակ դաժանություն է, վնաս տալը մեկը մյուսին, այլ հարգանքը եւ ուշադրությունը դիմացի մարզիկի հանդեպ նույնպես կա, բայց մի փոքր ուշ էլի մենամարտից հետո իհարկե։ Ես նաեւ մեջբերում անեմ շատ հետաքրքիր է ընդհանրապես մեր ֆեդերացիայի պատմության ընթացքում էլի, որ sense դեպքեր է եւ Կարոյի դեպքը կրկնվող դեպք է, որովհետեւ մենք ունեցանք 2016 թվականին մեր Էդգար Մելքոնյանը առաջին աշխարհի չեմպիոնը Muay Thai-ի Հայաստանը ներկայացնող, ինքը ունեցել էր 10 տարվա ընդմիջում, հետո վերադարձել էր սպորտ եւ բավականին արդեն մեծ տարիքում սպորտսմենի համար մեծ տարիքում կարողացել էր նվաճել աշխարհի չեմպիոնության տիտղոսը եւ կանոնել ունեցել է 7 տարվա ընդմիջում եւ ես անպայման պետք է նշեմ, որ ընդմիջումից հետո ավելի դժվար է վերադառնալ սպորտ, անհամեմատ դժվար է, քանզի երբ որ դու զերոյից ես սկսում, բայց կարողացել է իր մեջ գտնի կամք, ուժ, ցանկություն, ստիմուլ եւ նորից վերադարձել է եւ այս տարիքում կարողացել է նվաճի մեծահասակների մինչև 86 կիլոգրամ քաշային կարգում ոսկե մեդալ։ Տարիքից խոսեցի, կարամ որն է այն վերին շեմը հենց Muay Thai-ի մարտարվեստում։ Նայեք, ընդհանուր աշխարհում չկա տենց շեմ, դե բնականաբար առաջնություններում աշխարհի Եվրոպա, Ասիա, արաբական երկրների առաջնություններում շեմ կա 39 տարեկան։ Բայց մենք շատ դեպքեր կան, որ վետերաններն են մասնակցում, մեծերն են մասնակցում, պրոֆեսիոնալ մենամարտեր են, որտեղ արդեն ավելի մեծ տարիքով մարդիկ են մասնակցում, մարզիկներ, բայց առաջնություններում շեմը 39 տարեկան է։ Շատ լավ, դա բարձեցինք, Հայկ ջան, մի քիչ ներկայացրու քեզ, հասկանանք դու երբանից ես զբաղվում Muay Thai-ով։ 6-7 տարեկանից համարյա 20 տարի սպորտի մեջ եմ։ Ու կարելի ասել ես գոտին ես հաղթանակը 20 տարվա պատմություն ունի, էլի։ Ես էլ Կարոյի հետ նույն սպորտից ենք սկսել, հարվածային ուրիշ սպորտ էր, հետո հասկացա ես, որ ամենահարմար, ամենաարդյունավետ սպորտը հարվածայինների մեջ Muay Thai-ն է, փոխեցինք Muay Thai, ու տենց շարունակեցինք մինչև հիմա։ Իսկ այդ հարմար է, հետաքրքիր է, էլի, ինչով է հարմար։ Հիմա հեռուստադիտողների մեջ գուցե կլինեն ծնողներ, որոնք իրենց փոքրիկ տղաներին պատրաստվում են տալ սպորտի, մարտարվեստի որևէ տեսակ։ Ինչով է հարմար։ Muay Thai-ը։ Հիմա կմեկնաբանեմ այդ հարմարը ինչա նշանակում տերմինով սպորտսմենների, մարզիկների, այսինքն դու միշտ փնտրում ես քո սպորտաձևը եւ տարատեսակ հարվածային մարտարվեստներից սպորտաձևերից, հա, մարտաձևերից հետո կամաց նայեք, անընդհատ ուզում ես ոնց որ ռեժիմը էլ ավելի ոնց որ խստանա, էլ ավելի չոր մարզաձև, իսկ Muay Thai ինքը ընդհանրապես ամբողջ աշխարհում ինչով է հայտնի, որ արագ եւ էֆեկտիվ շարքից հանել հակառակորդին, այդ է դրած հիմքում։ Օգտագործելով քո վերջույթների, ձեռքերի եւ ոտքերի, ծնկների, արմունկների հարվածները, այսինքն ինքը ունիվերսալ մարտարվեստ է, ունիվերսալ սպորտաձև է, չէ՞ լավ էլ երկար տանջվում են 5 ռաունդանոց մենամարտերն են լինում պրոֆեսիոնալ տիտղոսային հայո։ Բայց հասկանում ես, որ այդ է քոնը, դու այդ ունիվերսալությունն ես փնտրել եւ գտել ես։ Իհարկե ճաշակին ընկեր չկա, բայց մեր տղաները սիրում եւ ընտրել են այդ սպորտաձևը։ Իհարկե հարգանքի են արժանի բոլոր սպորտաձևերը։ Այս դեպքում իհարկե նկատի ունենք մարտարվեստերի հետ կապված, բայց ամեն դեպքում ցույց է տալիս, որ աշխատասիրությունը, նպատակասլացությունը հաբերում է այն գոտիներին եւ մեդալներին, որոնք հիմա դրված են մեր սեղաններին։ Հետաքրքիր է նայելով համաշխարհային սպորտի պատմությանը, մենք տեսնում ենք կադրեր, իհարկե, որոնք թվում են շոուներ են հատուկ պատրաստված հանդիսատեսի համար եւ այլն, բայց
այս կարճ ժամանակահատվածում արդյոք կան մարզիկներ, ովքեր արդեն հայտ են ներկայացնում, որպեսզի հաջորդ աշխարհի առաջնությանը գան ու պայքարեն այս գոտու համար, սիրելի ընկեր։ Հայաստանի Հանրապետությունից Եվ ոչ մեր պրոֆեսիոնալ Muay Thai ֆեդերացիայի մասին է եթե խոսքը, նախ եւ առաջ մեր մոտ նախընտրական փուլեր կան, որ այդ նախընտրական փուլերով պետք է անցնեն մարզիկները բնականաբար եւ մենք փորձում ենք ներկայացնել լավագույն մարզիկներին իրանց քաշային կարգում։ Սակայն եւս մի այլ կողմ էլ ունի, հա, այս մեդալը, որ ֆինանսապես ոչ բոլորն են, մենք ունենք շատ հեռանկարային մարզիկներ, ցավոք սրտի ֆինանսապես չեն կարողանում մասնակցել։ Բայց սպասում ենք, որ լավ կլինի եւ մեջ բերում անեմ։ Հիմա նոր մի հատ միություն է ստեղծվել, ոչ օլիմպիական մարզաձևերի միություն, որը անմիջապես օլիմպիական կոմիտեի ենթակայության տակ է եւ համագործակցում է մեր ազգային օլիմպիական կոմիտեի հետ։ Եվ կարծում եմ, օրինակ անցած տարի ես նաև շնորհակալություն կուզեմ հայտնեմ այդ դեպքի հետ կապված, այդ իրադարձության հետ կապված, անցած տարի 2024 թվականի լավագույն մարզիկներին եւ մարզիչներին Հայաստանի Հանրապետության ազգային օլիմպիական կոմիտեն եւ ասոցիացիան ոչ օլիմպիական մարզաձևերի գեղեցիկ շատ միջոցառում էին կազմակերպել եւ պարգևատրումներ արեցին։ Այսինքն արդեն կա տենդենս եւ կա քայլ, որ եւ հույսով ենք, որ այդ հարցն էլ կամաց կշտկվի, այսինքն լավագույնները, արժանիները կարողանան արդեն մասնակցել միջազգային մրցաշարերի։ Եվ հայկից կներեք, հայկական ասեմ, անպայման պետք է նշեմ, որ 2024 թվականի աշխարհի առաջնությանը Հայկը եւս ոսկե մեդալակիր է։ Որերորդ ոսկիներ։ Ոսկե մեդալակիր էր 57 քաշային կարգում ինքը կարողացավ նվաճել ոսկին եւ այս տարի արդեն կրկնում է իր հաջողությունը, ուրախացնում է մեզ, երկու անգամ է դառնում աշխարհի չեմպիոն եւ արդեն նվաճում է գոտին չեմպիոնական հաղթանակ ունե 3 հաղթանակով մենք հասանք այս գոտու։ Այն փաստը, որ վերադարձել եք գոտիներով եւ գավաթներով, դա հրաշալի է։ Ուրախ ենք շատ, որ տղերքը լավագույն մարզավիճակում են, բայց իմ հարցը վերաբերում էր բոլոր այն մարզիկներին, ովքեր մենամարտելու են հաջորդ առաջնություններում տղերքի հետ եւ մենամարտելու են այս գոտիների համար։ Հակառակ կողմից ուզում եմ հասկանամ ինչ ակտիվություն կա մարզիկների կողմից։ Արդյոք արդեն կան ռևանշի հայտեր, արդյոք արդեն կան մարզիկներ, ովքեր ցանկանում են ձեզ հետ մենամարտել, արդեն իսկ ձեր սեփականությունը հանդիսացող մեդալների եւ գոտիների։ Այս առաջնությունում էլ հետաքրքիր է, որ ազգի ներկայացուցիչների հետ եք մրցակցել։ Հետո անցնեք մյուս տարի։ Սկսեմ ձեր հարցից, եթե կարելի է։ Այսպես ասեմ, երիտասարդ սերունդը, որ արդեն համեմատ մեզ երիտասարդ էլ, մենք էլ ենք երիտասարդ, բայց ամեն դեպքում փորձում է, որ մեր տեղը զբաղեցնի, այսպես ասեմ։ Դե տակարյուն է դրական։ Դա մենք էլ պատրաստ ենք դիջենք լավագույնին ամեն դեպքում ժամանակից առաջ չենք ընկնի, ինձ թվում է, դեռևս մենք ենք առաջինը, կվայելենք այդ առաջին լինելու բեկրանքը, բայց պայքարի մեջ ենք դեռ, չգիտենք առջևում ինչ կստացվի, առջևում ունենք Եվրոպայի առաջնություններ, իդեպ թույլտվություն կվերցնեմ նախագահից Muay Thai-ի Եվրոպայի առաջնության հյուրընկալ երկիր ենք համարվում այս տարի, հոկտեմբերի ամսին կատարվելու, ինչի համար շատ ուրախ ենք, մանրամասն Գասի պարոն Աբրահամյանը, ինչը վերաբերում էր ձեր հարցին կպատասխանեմ, իմ անունից մրցել եմ Ղազախ մարզիկի հետ, որից հետո մի անգամից անցել եմ եզրափակիչ, որտեղ հաղթել եմ հնդիկ մարզիկին եւ այդպես դարձել եմ աշխարհի ոսկե մեդալակիր։ Իսկ ձեզ բացի ձեզանից եւ հայերից մյուս իհարկե որ ազգի ներկայացուցիչներն են այս մարզաձևում ուժեղ։ Թայլանդացիներին
դնում ենք մի կողմ, որտեղ ֆանտաստիկ ներկայացուցիչներ են այս սպորտաձևի, բայց կմեջ վերեմ ավստրալիացիներին, անգլիացիներին, ֆրանսիացիներին, Բրազիլիան շատ ուժեղ թիմ ունի, տարբերվող ոճ ունի այս մարտարվեստում, շատ ուժեղ հավաքականներ կա, ասեմ մի դեպ այդ ուժեղ հավաքականներից երկուսին Հայկը ուղղակի կներեք, բայց պետք է ասեմ, որ չնչացրեց, որտեղ ամբողջ աշխարհի առաջնություն խոսում էին Հայկի մասին, ինձ թվում է ինքը ավելի լավ կպատմի դրա մասին։ Այնքան էլ այո, Հայկը շատ համեստ է։ Հայկը իր յուրաքանչյուր մենամարտից առաջ այսպես նստած է։ Եվ այն մարդը, որ չի ճանաչում, դե մենք բոլորս գիտենք Հայկի մականունը սպորտային պիտբուլ է։ Մենք բոլորս գիտենք, որ ինքը եթե մտավ ռինգ, եթե ինքը չհաղթի, ապա մի հատ տեսարան է լինելու, որտեվ Հայկը նահանջելու, հանձնվելու, չգիտեմ, զիջելու, այդպես բան չունի։ Ինքը մենակ արտակնապես է սենց համեստ, բայց իր էությունը բացվում է ռինգում, այսինքն այն պայքարող ոգին։ Ու թող մնացածը ձեր հարցին անցած տարվա օրինակ Ուզբեկստանի եւ Կիրգիզստանի ներկայացուցիչները ոնց որ ասած, էլի ոնց որ հայտ են ներկայացրին այդ բենամարտելու, դե Instagram-ով էլի։ Իսկ մեկ էլ այս տարվա բրազիլացին ոնց որ ցանկություն է հայտնել էլի բենամարտելու։ Ինչը վերաբերում է ձեր հարցին, բենամարտել եմ Բրազիլիայի ներկայացուցիչի հետ, իմ համար ամենա ոնց որ ասած ուժեղ թիմը ծանր բենամարտը իր հետ է եղել ու թիմը որպես սպորտի մեջ, ընդհանրապես սպորտի մեջ Բրազիլիան ոնց որ կամքի ուժը իրանց բան մարտական ոգին ոնց որ բարձր է իմ համար։ Ինձ թվում է իրանք էլ առանձնացնում են ձեզ ընկերներ որպես այդպեսի։ Երթումներից հետո ասած մենամարտելից հետո այո, միանշանակ։ Եվ Արամ Եվրոպայի առաջնությունը ոնց հասկացանք այստեղ է տեղ ունենալու, ինչպես ենք նախապատրաստվում։ Հիմա անցնենք Եվրոպային, շարունակեմ, մեկ քառորդ եզրափակիչում Հայկը իր համեստությունից ելնելու նորից չի ասում ամբողջ ինֆորմացիան։ Կիսա մեկ քառորդ եզրափակիչում Բրազիլիայի հավաքականի մարզիկի հետ ենք շատ ծանր մենամարտերի դեպ ասեմ, 3 ռաունդ այն խտացված մենամարտից էր։ Հաղթեցինք Կիսա եզրափակիչում մենք ում անցանք Նեպալի եւ մյուս կողմից հաղթելով գալիս էր Անգլիայի հավաքականի մարզիկը, ի դեպ էլի շատ լավ մարզիկ էր, ուղղակի ոճերը շատ տարբեր էին էլի, Հայկի եւ անգլիացու։ Երկու հաղթանակից հետո Հայկը մտավ եզրափակիչ, անգլիացին երկու հաղթանակից հետո մտավ եզրափակիչ եւ շատ հետաքրքիր մենամարտ է, որտեվ Հայկի ընդհանուր տեխնիկան դրված է հարվածայինի վրա։ Անգլիացու ամբողջ տեխնիկան կառուցվում էր կլինչերի վրա, ծնկների եւ արմունկների։ Այսինքն ինքը կլինչ անող տղա էր։ Ու շատ հետաքրքիր էր ինչ ա լինելու, չերկարացնեմ երկրորդ ռաունդում բացարձակ առավելությամբ տեխնիկական նոկաուտով Հայկը վերջացրեց այդ մենամարտը երրորդ եւ դարձավ աշխարհի չեմպիոն։ Հիմա անդրադառնանք ինչի կապակցությամբ շատ ուրախ եմ եւ հիմա մինչեւ օրս եւ այդ էմոցիաները, որ մենք ամբողջ թիմով այնտեղ ապրեցինք եւ առաջի մենամարտից հետո բրազիլացու հետ այնքան տպավորիչ մենամարտ էր, որ Հայկի մենամարտին անընդհատ սպասում էին մնացած ներկայացուցիչները, որ նայեն տեսին, որտեվ այդ տեսարանը շատ ուժեղ էր էլի, շատ տպավորիչ մենամարտ էր։ Դաշալի։ Հիմա Եվրոպայի ներողություն, Եվրոպային էլ անդրադառնամ, որովհետև շատ կարևոր ինֆորմացիա Կարոն ասեց, հոկտեմբեր ամսին Հայաստանի Հանրապետությունը, մեր պրոֆեսիոնալ Muay Thai ֆեդերացիան Թայլանդում կոնգրեսի ժամանակ հայտեր կային 3 պետություններ, որից մեկը Իտալիան էր, մյուսը էլի եվրոպական պետություն էր, Ավստրիան կամ Բելգիան էր եւ Հայաստանի Հանրապետությունն էր, որ կոնգրեսի ժամանակ որոշում էր որտեղ է լինելու Եվրոպայի առաջնությունը։ Մեր հաղթելը դեր խաղաց։ Չէ, դա կոնգրեսը վերջում չի, սկզբներում է, բայց դե գիտեն, մենք քանի տարի մասնակցել ենք, մեզ լավ գիտեն եւ բնականաբար այլ տարբերակ չկար էլի։ Եվ միանշանակ բոլորը քվեարկեցին, որ Հայաստանում մրցաշարը տեղի ունենա Եվրոպայի
Քվեարկելուց հետո շատ երկրների ներկայացուցիչ, որոնք որ Եվրոպայի մեջ ընդգրկված չեն, գալիս էին եւ ասում էին, եկեք մի հատ կոնգրես անենք, հարցը դնենք, որպեսզի բաց Եվրոպայի առաջնություն լինի, որպեսզի մենք էլ կարողանանք մասնակցենք Ավստրալիան, Բրազիլիան, նույն Ուզբեկստանը, Կազախստանը, Қырғызստանը ցանկություն էին, Ամերիկայի Միացյալ Նահանգների հավաքականը եւ կոնգրեսի ժամանակ նորից որոշվեց, որ բաց Եվրոպայի առաջնությունն լինելու հոկտեմբեր ամսին Հայաստանի Հանրապետություն Երևան քաղաքում Muay Thai Եվրոպայի առաջնություն, որ Muay Thai ֆեդերացիայի կողմից կազմակերպված։ Փաստացի համարյա աշխարհի առաջնություն է դառնում։ Շվակած երկրները ներառել։ Փոքրիկ աշխարհ է լինում, ձեզ բնականաբար հրավիրելու ենք մեծ սիրով, որ գաք նայեք, տեսնեք, դուք էլ զգաք այդ էմոցիաները, ինչ որ մենք ենք ապրում։ Շնորհակալություն, սա կարծում եմ ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է ֆեդերացիայի հետագա հաջողությունների համար։ Ես կարծում եմ մի ամուր հիմք է, որպեսզի դրա վրա արդեն կառուցեք ձեր հետագան ու շատ կարևոր հետագա, որը լի է գոտիներով եւ մեդալներով։ Տղեկ ձեզ շատ շնորհակալ ենք մենք իսկապես, որ էլի մեր եռագույնը, մեր դրոշը, մեր անունը, մեր ազգի պատիվը, ուժը ու այդ էներգիան ցույց եք տվել ու հաղթանակներով վերադարձել եք։ Իսկ ես ամենի գլուխ կանգնած է իհարկե ֆեդերացիայի նախագահ Արամ Աբրահամյանը, շնորհակալություն, հնչեցնենք հաղթողների անունները՝ Կարո Ոսկանյան եւ Հայկ Վարդանյան։ Ձեզ օրվա հրաշալի շարունակություն։ Մենք ձեզ շնորհակալ ենք։ Մեր եթեր ընկերներ մնացեք մեզ հետ։ Այն սիրելի հեռուստադիտողներ, համարյա թե ամեն անգամ, երբ ավարտվում է մեր եթերը, ես միշտ ասում եմ, գնանք մենք էլ վայելենք մեր օրվա շարունակությունը, բայց այսօր այն դեպքն է, երբ ես պետք է գնամ եւ բուժվեմ Շարունակես թեյի եւ ապուրներից, այո։ Տեսնենք թե ինչ կլինի հետո։ Ամեն դեպքում շնորհակալություն ձեզ, որ առավոտը կիսեցիք մեզ հետ միասին, սուրճը եւ թեյը, ինչպես սիրում է Ձիաննան ասել, օրվա հրաշալի շարունակություն, իսկապես ձեզ տակ պահեք, խնդրում եմ, սա ամենամեծ խնդրանքն է իմ կողմից, որպեսզի միշտ լինեք առողջ, որովհետև ի վերջո ամեն անգամ մի փոքր վատառողջ լինելու ժամանակ ես հասկանում, որ այո, ամենակարևորը ֆիզիկապես եւ հոգեպես շատ առողջ լինելն է, որովհետև դրանից է ծնվում ցանկացած հաջողություն եւ հաղթանակ։ Իսկապես երբ արդեն մեծանում ես, սկսում ես, ինչպես ասում են, կենացների ժամանակ միայն առողջության մասին հիշել։ Այո, շնորհակալություն ձեր առավոտյան րոպեները, ժամերը, սուրճն ու թեյը մեզ հետ կիսելու համար։ Այսօր ապրիլի 5-ն է, օրը շաբաթ, Բարև երկրի հերթական թողարկումն ավարտվեց։ Իհարկե շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերոջը Տուն Դեպո խանութ սրահին, որտեղ դեռ մի ամսյակի շրջանակում զեղչերը շարունակվում են։ Հասցրեք 2 օր մնացրել է հեռուստադիտողներ, որպեսզի կարողանաք թարմացնել ձեր տան կահույքը եւ ինտերիերի շատ ու շատ պարագաներ։ Ձեզ հրաշալի օրվա շարունակություն եմ մաղթում, եղեք առողջ, խաղաղ եւ շատ երջանիկ, չմոռանալով հետեւել մեր թողարկումներին։ Եթե հեռուստացույցով բաց եք թողել, կարող եք դիտել Երկիր մեդիայի YouTube-յան ալիքով եւ Երկիր մեդիայի ու Բարև երկրի Facebook-յան էջերով։ Առայժմ կհանդիպենք վաղը։ Շատ կարճ մի ակնարկ, եւ քանի որ այսօր մեր հաղորդումը սկսեցիր դու, ես չհասցրեցի այսօր ասեմ, որ դու ինչպես միշտ շատ գեղեցիկ ես եւ հմայիչ։ Նա Ձիաննա Պողոսյանն է, ես Հայկ Տեր-Պետրոսյան, կհանդիպենք վաղը։ Շատ ազնվայր իմ գործընկեր Հայկ։ Բարև, ազար բարև